Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ։ Երեկ շատ մեծ ուրախ տոն էր Հայաստան աշխարհում։ Ապրիլի 7-ը, Աստվածամոր ավետման օրը, այն օրը, երբ որ Գաբրիել հրեշտակապետը հանդիպեց Աստվածամորը եւ ավետեց նրան, որ նրանից ծնվելու է աշխարհի փրկիչը։ Մայրության ու գեղեցկության տոն, բայց մեր ազգի մի որոշ հատված կռապաշտություն արեց։ Մկրտված լինելով հանդերձ դավաճանեց Քրիստոսին եւ Աստվածամորը։ Եվ Քրիստոսին ու Աստվածամորը փոխարինեց Անահիտ չաստվածուհով։ Այս զայնագրության մեջ ես ձեզ կպատմեմ, թե ինչ անուն է տալիս Աստված այդպիսի կռապաշտությանը եւ ինչ հետևանքներ է ունենում այդպիսի կռապաշտությանը, որ գրված է Աստվածաշունչում, ու եթե դուք ձեզ մի քիչ քրիստոնյա եք համարում, այդ բաների մասին գոնե պետք է իմանաք, որովհետեւ կռապաշտության հետևանքների մասին գրեթե ոչ միտեղ այս օրերում չեն խոսում։ Դրա անունը դնում են արվեստ, դրա անունը դնում են գեղարվեստ, դրա անունը դնում են գեղեցիկ գործեր մշակութային, բայց դրանց հետևանքների մասին գրեթե ոչ մեկը չի խոսում։ Մինչդեռ մենք մկրտված քրիստոնյաներ ենք։ Ու եթե այս զայնագրությունը, այս բաները, որի մասին ես հիմա խոսելու եմ, ձեր սրտին խոսեն, խնդրում եմ դուք կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան այս բաների մասին, միգուցե զղջան, միգուցե խոստովանեն իրենց մեղքը, միգուցե արտասուք թափեն իրենց մեղքի համար, այդ կռապաշտության համար եւ հրաժարվեն մեղքից։ Ուրեմն երեք մենք տեսանք, որ սոցիալական ցանցերում մեր ազգի մի որոշ հատված մայրության ու գեղեցկության տոնը, որ Աստվածամորից է գալիս, փոխարինեց Անահիտով, Անահիտի պատկերներով դնում էին եւ ասում են շնորհավորում ենք մայրության ու գեղեցկության տոնը։ Եվ լավ, այդ ամենը թողնենք մի կողմ, բայց քանի հոգի գնաց թանգարաններ, տեսավ Անահիտին, նկարվեց, նույնիսկ իմ ընկերների մեջ, որ գիտեմ քրիստոնյա մկրտված մարդիկ են, իրենք էլ այդ բաներն արեցին։ Եվ երբ որ ասում ես, թե ինչու է սա անում, ինչու ես ուրանում, ինչու ես նրան կոչում Աստվածուհի, ինչու ես նրան կոչում Դիցուհի, ինչու ես նրան կոչում մայր, այդ ժեշտի կտորին ինչու ես կոչում մեր ինքնություն, իրենք ասում են, արվեստի գործ է, դա մեր բանն է, մեր մշակույթն է, մեր պատմությունն է։ Ոչ, դա ձեր պատմությունը չի, ձեր պատմությունը սկսում է Հայկ Նահապետից, ձեր պատմությունը, մեր պատմությունը սկսում է Նոյ Նահապետից, նրանից առաջ էր գնում է Ադամից, այլ ոչ թե պոռնկական կռապաշտությունները, որ գալիս են պատմության մի որոշ ընթացքից։ Դուք գիտեք, թե ինչեր են կատարվել ամբողջ աշխարհում, այդ քուրմերի մոտ ինչ պոռնկություններ են կատարվում այդ ամենի պատճառով։ Ես այս բառը պատահական չեմ օգտագործում, որովհետև Աստվածաշունչը ուրացությունը հավատքից եւ կուրք դարձած բանին Աստվածուհի եւ Դիցուհի կոչելու համար դրա անունը տալիս է հոգեվոր պոռնկություն։ Հիմա լսեք, ես ձեզ Աստվածաշունչից հատվածներ կկարդամ, որպեսզի դուք իմանաք, թե ինչ է Աստված ասում այդպիսի բաների մասին, ինչ անուն է տալիս դրան եւ թե որն է լինում դրանց հետևանքը։ Ուրեմն երբ որ Աստված հրյա ժողովրդին հանուն բերում էր Եգիպտոսից եւ իրեն հայրենիք պիտի տար, այդ մասին ես քիչ հետո կխոսեմ։ Այսպիսի խոսքեր ասեց. Չլինի թե ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ եւ նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով պոռնկանան։ Այսինքն, եթե դու կուրքին պաշտամունք ես մատուցում, այսինքն եթե դու այդ ժեշտի կտորին ասում ես Դիցուհի, Աստվածուհի, դու պոռնականում ես։ Չլինի թե նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով պոռնկանան, զոհեր մատուցեն նրանց աստվածներին եւ նրանց հրավերն ընդունելով, չլինի թե դու էլ ուտես նրանց զոհաբերած անասունների մսից, քո տղաներին ամուսնացնես նրանց դուստրերի հետ, քո դուստրերին կնության տաս նրանց տղաներին, քո դուստրերը նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով պոռնկանան, ու պոռնկացնեն նաև քո տղաներին, աստվածներին պաշտամունք մատուցելով։ Տեսնում եք, սիրելի ժողովուրդ, երբ որ դու ուրանում ես տիեզերքի միակ եւ ճշմարիտ Աստծուն, Տեր Հիսուս Քրիստոսին, եւ գնում ես կուրքերին պաշտամունք ես մատուցում, հիմա դուք կասեք, չէ, մենք պրոստը գնացել ենք մի հատ Անահիտի հետ նկարվել ենք կամ նրան, երբ որ դու նրան կոչում ես Դիցուհի, դու նրան կոչում ես Աստվածուհի, տես բան չկա, դա ժեշտի կտոր այնտեղ պրոստը։ Նրանով դու նրան պաշտամունք ես, այսինքն դու այդպիսի անուն ես, այդպիսի պաշտոն ես նրան տանում։ Ստեղծեք գալիս է պաշտամունք բառը։ Աստված սրան կոչում է պոռնկություն։ Ուրիշ տեղ Ղևտացիների 17-րդ գլխում Աստված ասում է. նրանք այլևս իրենց զոհերը թող չզոհաբերեն կուրքերին, որոնց հավատալով մարդիկ պոռնականում էին։ Դա ձեզ ու ձեր սերունդների համար հավիտենական օրենք թող լինի։ Հավիտենական օրենք։ Կուրքերին հավատալով դու պոռնականում ես։ Սա Աստվածաշնչի խոսքն է։ Դուք պետք է իմանաք այս բաների մասին։ Եզեկիել մարգարեն Աստուծո խոսքը խոսելիս ասում է. արծաթից ու ոսկուց զարդեղենը, որ քեզ էի տվել, առար
ու դրանից տղամարդու արձաններ պատրաստեցիր, պոռնկացար դրանց հետ։ Աստված էլ մեզ կարա ասի, այդ երկաթը, այդ պղինձը, այդ մոլիբդենը, որ ես ձեզ էի տվել, դուք դրանով փոխանակ երկիր կառուցեք, դուք դրանով կուռքեր եք սարքում եւ դրանով պոռնկանում եք։ Սա գիտեմ խիստ խոսք է, բայց այսպես է։ Ուրիշ տեղեր էլ Աստվածաշնչում այն կոչվում է հոգևոր շնություն։ Սիրելի ժողովուրդ, իսկ ո՞րն է դրա հետևանքը։ Դրա հետևանքը միանշանակ պատերազմն է։ Տեսեք, ասեմ ինչի։ Եթե դուք Աստվածաշնչի մի քիչ ծանոթ եք, դուք երևի հիշում եք, որ ուրեմն Քանանի երկրում այսօրվա Իսրայելի եւ մերձակատարածներում 7 ազգեր էին ապրում։ Այդ ազգերի ժամանակ էր, որ Հակոբը դուրս ելավ Իսրայելից եւ գնաց Եգիպտոս, որովհետեւ իր տղան Հովսեփը Եգիպտոսում էր։ Անցավ 430 տարի, այդ ազգերը ապրում էին ահավոր մեղքի մեջ, ահավոր կռապաշտության մեջ։ Կուռքեր էին սարքում, այդ կուռքերի հետ ոնց ասի հոգևոր պոռնկություն էին անում եւ այլն, եւ Աստված ասեց, որ վсё, այս երկիրները պետքա վերանան, այս ազգերը պետքա վերանան եւ ասեց Աստված ուժ հանեց։ Եգիպտոսից բերեց հրեա ժողովրդին, մի քոչվոր ազգեր այդ ժամանակ, հոգնած ճանապարհից, անապատից, բայց նրանց մեջ հանեց մի առաջնորդ Հեսու անունով, Հեսուն հավատարիմ էր Աստծուն, Հեսուին իշխանություն տվեց, ասեց այդ երկրի այդ 7 ազգերը դատապարտված են արդեն, բնաջնջիր դրանց, որովհետեւ իրենք շատ ահավոր կռապաշտություն են անում։ Կռապաշտություն անելը հասարակ բան չի։ Կռապաշտություն անելը հանակ մասխարաբան չի։ Մարդիկ ոնց են օրինակ կռապաշտություն անում, ասենք բախտին են վերագրում ամեն ինչ։ Դա նշանակում է, որ բախտն է քո Աստվածը։ Դու դրան ես վերագրում, այլ ոչ թե ճշմարիտ Աստծուն եւ մի հատ հասկանաս, թե Աստված ինչ է անում քո կյանքում։ Հрьяաները եկան անապատից, շոքած, այտենց քոչվոր, հոգնած, ոչ զենք ունեին, ոչ բանակ ունեին, եւ այդ 7 ազգերը ավելի կազմակերպված 430 տարվա պետություններ էին։ Հрьяաները եկան եւ Աստուծո աչի իրանց հետ էր, եւ իրենք սկսեցին գրավել այդ երկրները։ Բայց Աստված հрьяաներից զգուշացնում էր, ասում էր, լսեք, այդ ազգերի ապրող ժողովրդի մեղքերից հանկարծ դուք չգործեք։ Այդ մեղքերի պատճառով է, որ ես իրենց դատապարտել եմ։ Այդ մեղքերի պատճառով է, որ իրենք բնաջինջ են լինում հիմա։ Դուք այդ մեղքերը չանեք։ Երբ որ հрьяաները այդ մեղքերը գործում էին, իրենք սկսում էին պարտվել, իրենք չեն կարողանում հաղթանակներ վճարել եւ իրենց հաղթանակներ տանել եւ իրենց վրա էլ պատերազմներ լինում։ Սիրելի ժողովուրդ, մեղավոր կռապաշտ կյանքը պատերազմի մի տեսակ նախագուշակն է։ Այսպես է ասում Նիկոլայ Սերբացին իր Պատերազմ եւ Աստվածաշունչ գրքում։ Կարդացեք այդ գիրքը, շատ լավ է, Հայաստանի խանութներում վաճառվում է Պատերազմ եւ Աստվածաշունչ Նիկոլայ Սերբացի։ Դուք կիմանաք, թե ինչ է կատարվում այսօր աշխարհում, ինչ է կատարվում մեր հետ եւ ինչ է կատարվելու վաղը, եթե մենք այսպես շարունակենք կամ եթե մենք փոխենք մեր կյանքը։ Մի արեք կռապաշտություն։ Հավատարիմ եղեք Տեր Հիսուս Քրիստոսին։ Պահեք իր պատվիրանները։ Սիրեք ձեր մերձավորին, սիրեք ձեր Աստծուն։ Հեռու մնացեք կռապաշտությունից, պոռնկությունից, մեծամտությունից, գոռոզամտությունից, ստախոսությունից, հայոյախոսությունից, բամբասելուց, տրտնջելուց, դժգոհելուց, ամեն տեսակի մեղքերից։ Եվ սիրեք լույսը։ Եկեք Տեր Հիսուս Քրիստոսի մոտ եւ հավատարիմ եղեք իրեն։ Ապաշխարել նշանակում է միտքը փոխել, ապաշխարել նշանակում է նոր մտածողություն անել։ Ապաշխարող մարդը Քրիստոսով Սուրբ Երրորդության անունով մկրտված մարդը չի գնում դրա կողքը, կանգնում է Անահիտ ժշտի կտորի կողքը եւ չի ասում դիցուհի, չի ասում Աստվածուհի, այն էլ Աստվածամոր տոնի օրով։ Ապրիլի 7-ը ոչ թե Անահիտի հետ կապված տոնն է, այլ ապրիլի 7-ը հրեշտակապետի Աստվածամորը ավետման ուրախ լուր հայտնելու օրն է, որ գալիս է մարդկության փրկիչը եւ այն գալիս է քո միջոցով, Սրբուհի Մարիամ։ Եվ նա է մեր չափանիշը որպես մայր եւ կանացի գեղեցկություն։ Նա է մեր սրբության չափանիշը որպես մայրություն։ Նա է մեր սրբության չափանիշը որպես խոնարհություն, որպես հեզություն, որպես կանացի գեղեցիկ օրինակ։ Փառք մեր Աստծուն։ Եվ այս ձայնագրությունը, եթե ձեզ մտածելու տեղի տվեք, նորից խնդրում եմ, դուք էլ կիսեք ձեր էջերին եւ թողեք ձեր երեխաները, քույրերը, եղբայրները իրենք էլ լսեն, որպեսզի հրաժարվեն կռապաշտությունից, որովհետեւ դա սարսափելի վտանգավոր բան է։ Դե բարի օր ժողովուրդ ջան, Փառքոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։